Բարև ձեզ Armen Press-ի հարգելի հետևորդներ, այսօր մեր զրուցակիցն է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Պրաժեն. Thank you so much for accepting our invitation to have an interview. Տիկին նախարար, ինչպես կգնահատեք Հայաստանի ու Լատվիայի միջև հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու ինչ առանցքային բաղկացուցիչներ կառանձնացնեք այս առումով։ I think our relationship is as long as, our peoples have known each other, which is for centuries. Կարծում եմ մեր հարաբերությունները գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան մեր ժողովուրդները ճանաչում են միմյանց, այսինքն դարեր շարունակ։ Սակայն կարծում եմ, որ ավելի նշանակալի քայլերից մեկը տեղի է ունեցել 1920-ական թվականներին, երբ այդ ժամանակ ամենահայտնի բանաստեղծ Յանիս Ռեյնիսը, որը այժմ նաև լրատվական գործակալության եւ պոեզիայի բրենդն է համարվում, այնքան էր հիացած հայկական մշակույթով, քաղաքակրթությամբ, պատմությամբ, լեզվով եւ ամեն ինչով, որ ժամանակ անցկացրեց այստեղ եւ գրեց Լատվիայի առաջին ազգային հանրագիտարանը, որի հենց առաջին հատվածում խոսվում է Հայաստանի մասին։ Եվ դա իհարկե գործնականում շատ լատվիական ընտանիքների համար պարզ դարձրեց Հայաստանի նկարագրությունը։ Գիտեք, մենք ունենք նաև մտերիմ մարդկային հարաբերություններ։ Մենք Լատվիայում ունենք մեծ հայկական համայնք, որը բարձր է գնահատվում եւ հաջողակ է, եւ մենք ունենք հիանալի քաղաքական հարաբերություններ։ Ես որպես արտաքին գործերի նախարար այստեղ եմ առաջին անգամ, բայց մի քանի անգամ այստեղ եղել եմ նաև ուսանողական եւ հետագա տարիներին մասնավոր այցերով։ Հայաստանն օրեր առաջ հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հսկայական միջոցառում էր եւ շատ հաջողված էր։ Շնորհավորում ենք միջոցառումը հաջողությամբ հյուրընկալելու համար։ Այս օրերին դուք ունեցաք նաեւ բավական շատ երկկողմ միջոցառումներ, Ֆրանսիայի նախագահի պետական այցը, Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը եւ ստորագրված համատեղ հռչակագիրը, որը շատ էական է։ Սա նոր շրջանակ է թե Եվրամիության, թե Հայաստանի համար, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ դիմադրողականության ամրապնդման առումով։ Եվ այս ամենը հիմնված է Եվրամիության կողմից ֆինանսական եւ տնտեսական բավականին նշանակալի հանձնառության վրա։ Դժվար է կանխատեսել, թե Եվրամիությանը Հայաստանին միանալը երբ տեղի կունենա, բայց կարևորը ճանապարհն է, բարեփոխումները եւ դա ճիշտ նույն մոտեցումն էր, որը մենք ունեինք Լատվիայում, երբ միանում էինք Եվրամիությանը։ Մենք գործընթացը սկսեցինք 1999 թվականին եւ մենք Եվրամիությանը միացանք միայն 2004 թվականին։ Այսպիսով դա երկար ճանապարհ էր եւ բազմաթիվ բարեփոխումներ էին անհրաժեշտ, բայց արդյունքում մենք հիմա ավելի անվտանգ ենք, ավելի բարգավաճ, ավելի երջանիկ, մարդիկ ավելի երկար են ապրում, ավելի առողջ են, շրջակա միջավայրն էլ ավելի մաքուր է։ Մենք լիովին ինտեգրված ենք այլ եվրոպական երկրների հետ։ Բիզնեսները ծաղկում են, դա մեծ փոփոխություն է երկրների համար։ Ահա թե ինչու այդքան շատ երկրներ ցանկանում են միանալ Եվրամիությանը, եւ այդ պատճառով մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի նվիրվածությանը։ Իսկ թե երբ եւ ինչպես դուք դա կանեք, դա կախված է ձեզնից, բայց մենք այնտեղ ենք անհրաժեշտության դեպքում օգնելու, աջակցելու եւ խորհուրդներ տալու համար։ Նշեցիք Եվրամիության հետ հարաբերությունների մասին։ Այս համատեքստում ինչպես կգնահատեիք Եվրոպական միության հետ հարաբերություններն ավելի խորացնելու Երևանի ձգտումներն ու այդ կապերը հնարավորինս սերտացնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը։ I think it's very positive. It's positive for the EU because again we Կարծում եմ սա շատ դրական է։ Դրական է նաև Եվրամիության համար, որովհետև մենք որպես Եվրոպական միություն հիմնված ենք ժողովրդավարական սկզբունքների վրա։ Մենք հիմնված ենք ինստիտուցիոնալ կայունության, փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների վրա, եւ Հայաստանը նույնպես այդպիսի երկիր է։ Այսպիսով սրանք իսկապես բնական հարաբերություններ են։ Եվ նաև մենք ուրախ ենք, որովհետև կարող ենք աջակցել Հայաստանին։ Անվտանգության առումով նշենք, որ Հայաստանում կա Եվրամիության առաքելություն, որն աշխատում է սահմանամերձ շրջաններում։ Այդ առաքելության ստեղծումից ի վեր մենք դրա կազմում ունենք նաև Լատվիայի ներկայացուցիչներ։ Առաքելությունն իրականում իսկապես օգնել է կայունացնել սահմանամերձ շրջանները։ Իսկ հիմա մենք նաև ստեղծել ենք նոր առաքելություն, այսպես կոչված արագ արձագանքման, որը կոչված է կանխելու թե կիբերհարձակումները, թե տեղեկատվական եւ թե այլ տիպի հարձակումները։ Կարծում եմ սրանք փոխադարձաբար շահավետ հարաբերություններ են։ Հայաստանը գտնվում է շատ կարևոր տարածաշրջանում։ Երբ մենք նայում ենք Հարավային Կովկասին, հասկանում ենք, որ այն չափազանց կարևոր է։ Հայաստանը սահմանակից է Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին եւ Վրաստանին։ Դուք գտնվում եք հսկայական աշխարհակաղակական կարևորություն ունեցող վայրում։ Այսպիսով, որքան ավելի հաջողակ լինի Հայաստանը, այնքան ավելի հաջողակ կլինի ամբողջ Եվրոպան։ It is already mentioned by you that your president is going to pay an official visit to Republic of Armenia. Ինչպես արդեն հայտնի է, Լատվիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն։ Ընդհանուր առմամբ ինչ կարող է դա տալ եւ ինչ խթան կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների համար։ I think it's always
Կարծում եմ, որ դա միշտ շատ անմիջական հնարավորություն է առաջնորդների համար մտքեր փոխանակելու եւ արդյունքները դիտարկելու համար։ Նրանք կընդունեն համատեղ հռչակագիր, որը կներառի որոշ ոլորտներ։ Բիզնեսների մոտ եւս կա հետաքրքրություն հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Մեր ավիաընկերությունը Air Baltic-ը կվերսկսի ուղիղ չվերթները, դա կրկին նոր իմաստ է հաղորդում ինչպես զբոսաշրջությանը, այնպես էլ մարդկանց եւ գործարանների միջև հարաբերություններին։ Գիտեք, սա գագաթնակետ է երկրների հարաբերություններում եւ իհարկե կարեւոր է նաեւ լսել եւ հասկանալ հայկական տեսակետները եւ այն, թե ինչպես իրավիճակ է տարածաշրջանում։ Կարեւոր է հասկանալ, թե ինչպես կարող են գտնել համագործակցության եւ համատեղ աշխատանքի ուղիներ։ We are all affected by it, so how can we find joint avenues to cooperate and work further? Speaking about the regional situation, especially in the South Caucasus. Նախորդ տարի Վաշինգտոնում Հայաստանը եւ Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը եւ ընդունեցին նաեւ հռչակագիր հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։ Ինչպիսին է Լատվիայի տեսակետն այս գործընթացի շուրջ եւ ինչպես կգնահատեիք այս իրադարձությունը Հարավային Կովկասի համար։ We then and now we assess it as a very, very positive step. Մենք այն ժամանակ եւ հիմա էլ գնահատում ենք սա որպես շատ դրական քայլ, որը Հայաստանը դարձնում է ավելի անվտանգ տնտեսապես կայուն։ Այդ համաձայնագիրը նաեւ կայունացնում է տարածաշրջանն ընդհանուր առմամբ։ Հայաստանի վարչապետ եւ Ադրբեջանի նախագահի կողմից այդ համատեղ ստորագրված հռչակագիրը եւ այնուհետեւ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ հաջորդ քայլերը, որոնք դեռ պետք է արվեն, կարծում եմ ճիշտ քայլեր են, որովհետեւ երբ այդ խաղաղությունը ինստիտուցիոնալացվի, հնարավոր է ուշադրությունը սևեռել այլ բնագավառների ու ոլորտների վրա։ Անվտանգության եւ պաշտպանության հարցերը որպես ամենակարևոր հարցեր իհարկե միշտ մարտահրավեր են բոլորիս համար։ Իսկ ինչպես եք տեսնում Եվրամիության դերը Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու եւ ապահովելու գործում։ Well, EU has excellent relationships with Azerbaijan, also with Armenia, as I said. Եվրամիությունը գերազանց հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ինչպես ասացի, Հայաստան-Եվրամիություն առաջին մեծ գագաթնաժողովը մեծ նվաճում է։ Մենք նաև հույս ունենք, որ Վրաստանը կրկին կվերադառնա բարեփոխումների օրակարգին։ Մենք հստակ գիտենք, որ վրացի ժողովուրդը ցանկանում է եվրոպական ապագա, բայց ցավոք կառավարությունը ընտրել է այլ ուղի։ Եվրամիության համար այս գործընկերությունները շատ կարևոր են, որովհետև որքան ավելի բարգավաճ, ավելի կայուն է տարածաշրջանը, այնքան ավելի կայուն է ամբողջ Եվրոպան եւ ավելի փոխշահավետ են հարաբերությունները։ Եվրամիության կողմից նույնպես կա բավական զգալի ֆինանսական հանձնառություն Հայաստանի նկատմամբ, որը գալիս է համատեղ հռչակագրով եւ կապված է բարեփոխումների հետ։ Խոսքը դիմակայունություն եւ աճ ծրագրի շրջանակներում 270 միլիոն եվրոյի եւ մի քանի այլ փաթեթների մասին է, որոնք շատ գործնական ձևով օգնում են Հայաստանին։ Այս առումով կարծում եմ, որ գործողություններն են ինքնին խոսում։ Connectivity, everything else. So I think that's the actions speak by themselves. Yeah. Տիկին նախարար, շատ շնորհակալ եմ այս համապարփակ զրույցի համար։ Կցանկանայիք որևէ բան հավելել։ Please, you are We would like welcome. to see more Armenian. Մենք կցանկանայինք Լատվիայում ավելի շատ հայ զբոսաշրջիկների տեսնել, կցանկանայինք ողջունել մեր հայ ընկերներին Լատվիայում, վայելելու մեր լողափերը, խոհանոցը եւ մեր ջերմ ընդունելությունը։